Պարոն Գաբրելյան, դուք հենց նոր խեղաթյուրեցիք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ուրեմն հոդված 17-ով, որը վերաբերում է պետությունը եւ կրոնական կազմակերպությունները վերտառություն ունի, Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, հոդված 1 եւ 2-րդ կրոնական կազմակերպությունները անջատ է պետությունից։ Ուրեմն այս հոդվածով Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին որպես առհասարակ կրոնական կազմակերպություն անջատ է պետությունից։ Մեկ այլ հոդվածով Հայաստանի պետությունը հիմա կարդում, խնդրում եմ ընդհանուր նորմով կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից, ինչպես հայ առաքելական եկեղեցին, ավետարանչականը, չգիտեմ, եւ այլ հարանվանություններ եւ այլն։ Սա հստակ միանշանակ ամրագրված է հոդված 17-ով։ Ինթատեք, հա, ինձ գիտեմ ինչ եմ անում։ 18-րդ հոդված Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին։ Այնուհետև կրոնական կազմակերպությունների շարքում, ես տրամաբանություն եմ բացատրում, կրոնական կազմակերպությունների շարքում Հայաստանի պետությունը սահմանադրությամբ ամրագրել է, որ այդ շարքային կրոնական կազմակերպությունների մեջ չի կարող Հայաստանյան առաքելական եկեղեցին դասվել, նույն շարքում հաշվի առնելով իր ավանդույթները, ժառանգությունը ունեցած բացառիկ դերակատարությունը, հետևյալ ամրագրումն է արել։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Եվ երկրորդ կետը նույն հոդվածի Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Օրենքով կարգավորումը, ինչպես դուք շատ սխալ, ես կարծում եմ ինչ-որ երկրորդ կրթությամբ էլ իրավաբան եք, շատ հակաիրավական, ոչ գիտական մեկնաբանություն տվեցիք, եթե օրենք ընդունվել է ազգային ժողով, ուրեմն ինքը իմպերատիվորեն կարգավորում է եւ իր տիրույթում է, ոչ, հարաբերություններն են կարգավորված օրենքով եւ այդ օրենքով կարգավորված հարաբերությունները երբեք չեն այդ կասկածի տակ դնում Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ոչ բացառիկ դերակատարությունը եւ ոչ էլ այսպես մեղանչումներ ունեն պետությունից նրա ուրեմն անջատության մեջ։ Այնպես որ չի կարելի սահմանադրությունները կամայական։ Շնորհակալ եմ ձեր կարծիքի համար։ Հիմա ձեր սահմանադրությունը կամայական մեկնաբանեք։ Սահմանադրությունը ինչպես ուզեմ, այնպես կմեկնաբանեմ։ Ձեր վերած 18-րդ հոդվածը Տիկին Գալստյան ասեք, լավ եմ անում։ 18 Տիկին Գալստյան, ձեր հարցին ուղիղ պատասխանում եմ։ 18-րդ հոդվածը հատուկ նորմ է, որը վերաբերելի է բոլոր կրոնական կազմակերպություններից առանձին, այսինքն ձեր ասած ավետարանչական կյանքի խոսք, չգիտեմ, այնտեղ հազարատ կա, վերաբերելի է բացառապես Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը եւ ձեր ասած ավետարանչական եկեղեցու հարաբերությունը չեն կարող կարգավորվել օրենքով։ Իրենք ազատ եւ անկախ են, անջատ են։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին որպես առանձին սուբյեկտ Սահմանադրության մեջ կարևորվում է իր բացառիկ դերակատարությունը, ինչը ես էլ եմ ասում, բայց ասում է, որ ի տարբերություն այ ձեր նշած են մյուս կրոնական կազմակերպությունները, իր հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով։ Կարող են։ Շատ լավ։ Okay, եւ ասում կարող են եւ ընդունել եք այդ օրենքը։ Օրենքով կարգավորումը, օրենքը գոյություն ունի, Բոլորովին այն չէ, որ բերել եւ հնազանդացնել եկեղեցին պետությանը։ Ընդհակառակը 17-րդ հոդվածում ամրագրված կրոնական կազմակերպությունների անջատությունը պետությունից դեռ մի բան էլ այդ օրենքով հայ առաքելական եկեղեցուն տրված է նաև կրթական մշակութային ծրագրերում մասնակցություն կամ դերակատարություն ունենալու իրավունք, բայց դուք այստեղ արդեն գոյություն չունեցող իրավական նորմեր եք մեջտեղ բերում, անմեղախտելով անմեղության կանխարգարկածը, որ եկեղեցին կամ այլ կազմակերպություններ, բայց թիրախում ունենալով հայ առաքելական եկեղեցին, որ հնարավոր է այսպիսի բաներ անի, որ հանկարծ չգիտես ինչու բերում եք մեկ այլ քաղաքական ուժի ներկայացի հայտարարություն, որը բացարձակապես այս պահին դրա տեղը եւ անհրաժեշտությունը չկար, դարձնում է քաղաքական շահարկման առարկա եւ իրականության մեջ դուք նաև ստվերում եք այն ազնիվ գործը, որ կարող եմ մտածել, որ ձեր մտքի մեջ կար, որը հուշարձանի պահպանության լավագույն շահն է, եւ եթե դուք իսկապես մշակույթի հուշարձանի պահպանության շահից եք ելնում, ես այդտեղ կարող եմ
7 ձեռքով էլ ձեր հետ կողմ լինել, որտեղ դա ինձ համար արժեքային հնարան է, բայց միանգամից Թագուհի Ղազարյանը միանգամից որևէ փաստարկ չբերելով, թե ինչ հիմնավորումը, ինչից է բխում, ինչ անհանգստություն կա, ինչ սոցիալական պատվեր կա, ասում եմ, ես այստեղ գալուց հանկարծ լրահոսում տեսա, որ հնարավոր է ինչ որ չգիտեմ, կարող կասկածելի մեկն ասել է, վերցնում եմ եւ այս թեմը տանեմ, չգիտեմ, Մոզամբիկում տեղադրեմ։ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան, ոչ իրավական են, ոչ ես չեմ ավարտել, այստեղ էլի հարցերն են, ձեր հիմնավորումները իրավական չեն։ Բայց ես նույն չափ ժամանակ ունենամ, չէ՞, ինձ ուղղված հարցերին պատասխանելու համար։ Մենք ժամերով կարող ենք խոսել։ Չէ, սա ինձ ուղղված հարց է, բան Գաբրիելյան այս պահին։ Պատասխանել եւ ես շարունակում եմ պնդել, որ այդտեղ ի տարբերություն այլ կրոնական կազմակերպությունների սահմանադրությունը հստակ նշել է, որ այս մի դեպքում պետք կարող է լավ ձեր ասած կարգավորվել օրենքով։ Եվ դուք ընդունել եք այդ հարաբերությունների մասին օրենքը, որտեղ եթե էլի բացեք, գրած չի, որ ինքը անջատ է։ Տիկին Գալստյան, Սահմանադրությունը ամրագրել է, որ կրոնական կազմակերպությունը անջատ է պետությունից։ Վերջ, սահմանադրություն, մայր օրենք, որից բխում է ամբողջ իրավական դաշտ։